6 տարվա ընդմիջումից հետո Բաքվի և Թբիլիսիի միջև վերականգնվում է ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը, այն կվերսկսվի մայիսի 26-ից ամենօրյա ռեժիմով։ Վրաստանի կառավարությունից հայտնել են, որ այս որոշման մասին հայտարարվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությունը, հարաբերությունների ընդլայնման հեռանկարը, նաև ընդգծել խաղաղության կարևորությունը հանուն տարածաշրջանի զարգացման։ Ադրբեջանում տեղի ունեցած բանակցություններից հետո ստորագրվել է երկկողմ համակարգող խորհրդի մասին արձանագրությունը։ Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու նոր հատվածի լիարժեք գործարկումը, սակայն շահագործման մեկնարկի հստակ ամսաթիվ չի նշվել։ Նաև 20 տարով երկարաձգվել է գազի առքուվաճառքի համաձայնագիրը, ստորագրվել է էլեկտրաէներգիայի փոխանցման պայմանագիր մինչև 2046 թվականը։ Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել հակամարտության կարգավորման հնարավոր ծրագրի վերաբերյալ իր մեկնաբանությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Չնայած Միացյալ Նահանգները բացահայտ ասել է, որ մերժում է Թեհրանի տեսլականը, մենք Պակիստանի միջոցով որոշ ճշգրտումներ ենք ստացել։ Վերանայել ենք առաջարկները եւ մեր դիտողությունները փոխանցել ամերիկյան կողմին, մանրամասնել է Էսմայիլ Բաղայիին։ Նա հավելել է, որ Իսլամաբադը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև շփումներում։ Իրանի նախագահն էլ շեշտել է բանակցությունների կարևորությունը, Մասուդ Փեզեշքյանի խոսքով Թեհրանը պետք է արժանապատիվ երկխոսություն վարի եւ ուշադրություն չդարձնի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների դեմ արտահայտվող կողմերի խոսույթին։ Նա մերժել է հավերժ պայքարի գաղափարախոսությունը։ Փեզեշքյանը նաեւ մտահոգություն է հայտնել, որ երկրում կարող են էներգետիկ խնդիրներ լինել։ Մեկնաբանություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի խոսքով Թեհրանն անսահման շատ է ցանկանում գործարք կնքել, սակայն անիրատեսական պահանջներ եւ առաջարկներ է ներկայացնում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ժամանակը սպառվում է։ Լավ կլինի, որ շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ հասել են Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում իրենց նպատակների 70%-ին։ Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Մոսկվան հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կշարունակի ռուս-ուկրաինական կարգավորման հարցում միջնորդական ջանքերը։ Խաղաղության գործընթացն այժմ դադարեցված է, հուսով ենք, որ այն ի վերջո կվերսկսվի, նշել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերվեն Դոնբասից, սակայն այս պահանջն անիրատեսական է Կիևի համար։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք են արձակել դաշնության ուղղությամբ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրիոլի, Ռոստովի, Տուլայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը եւ այլ տարածքներ։ Հաղորդվում է, որ Մոսկվայի շրջանն էլ ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային հարձակմանը։ Թիրախավորվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանը եւ այլ ձեռնարկություններ, կան զոհեր եւ վիրավորներ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սա արդար պատասխան է Ուկրաինային, մասնավորապես Կիևին ռուսական վերջին զանգվածային հարձակմանը։ Զելենսկին հավելել է, որ այժմ ակտիվ գործողություններ են իրականացնում, իսկ վերջին հարվածների հեռավորությունը գերազանցել է 500 կիլոմետրը։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, հայտնաբերվել է շուրջ 300 ՀՍ, մեծ մասը խոցվել է, սակայն հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Թիրախավորվել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Զապորոժիեի, Օդեսայի եւ այլ շրջաններ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է Կոնգոյում եւ Ուգանդայում էբոլայի բռնկման մասին։ Այս ֆոնին կառույցն առողջապահության ոլորտում միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել։ ԱՀԿ-ն նման հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ երկու երկրում հիվանդության ավելի քան 300 հնարավոր դեպք է արձանագրվել։ Հայտնի է, որ վիրուսի հետևանքով 88 մարդ է մահացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սակայն նշում է, որ էբոլայի տարածման մասշտաբները հավասարազոր չեն COVID-19-ի մասշտաբներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։